Բարի երեկո ձեզ, հարգելի հետևորդներ ջան։ Ինչպես եք հարգելի հետևորդներս։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, տեսեք աշկերտս նորից կկոծվում է, գլխացավ ունեմ դրանից է։ Հենց որ գլխացավ եմ ունենում, աշկերտս այդպես լիարժեք չի բացվում։ Այսօրվա հոլովակս շատ ուշ եմ նկարում, այս պահին շատ ուշ է, որ նկարում եմ, չգիտեմ, երբ կտեղադրենք YouTube-յան հարթակ, հարգելի հետևորդներ ջան, տանը չենք ելե, նորից Երևան էի գնացել գործով, դե ուշ եկել ենք, հիմա ուզում եմ ոսպով, բրինձով փլավ պատրաստեմ, մեկ էլ հավի մսով, սոուս, այն հավը, որ էփել է, ընդհանուր էփել է, ուրեմն ասեմ, այդ հավի մսից ընդամենը մի 2 կտոր կրծքամիս վերցրել եմ, աղցան եմ պատրաստել, մնացածը սարսարանում է, հենց սարսարանից կհանեմ ու սոուս կպատրաստեմ հավի մսով։ Այստեղ ունեմ թարմ կանաչի եմ, հենց նոր ինձ հարևանուհիս թարմ կանաչի է ինձ բերել, ուզում եմ մաքրեմ, չնայած խանութից էլ նորից առել եմ, հիմա այս բոլորը մաքրեմ, սիրուն դնեմ սառնարանում, հարգելի հետևորդներ ջան։ Ինչ անեմ։ Հիմա առաջի գործը, որ պետք է անեմ, կարտոֆիլը կլպեմ, հետո որ անցնեմ մնացած գործերի։ Ժողովուրդ ջան, դուք տեսեք այս կանաչին, ինչ լավն է, համ հարևանուհի է, համ էլ փողոցից մի քիչ այն կողմ ամնում ժողովուրդ ջան, ասես որ ասեմ կողքի հարևանուհի է, չէ, բայց շատ լավ անձնավորություն է, Նունե ջան, ապրես այս կանաչիների համար, գիտեմ, որ դու միշտ նայում ես իմ հոլովակը, շատ ապրես Նունե ջան, այսպես խառը ինձի ուրեմ, տեսեք, համ սող, համ պետրուշկա, համ այսքան կանաչի այց նվիր է, չնայած որ ժողովուրդ, ես էլ գնացել էի խանութ, որ կանաչի առնեի բերեի, որ սոուզի մեջ կտրտեմ, կանաչի, դե սոուզի մեջ համով ա լինում, այս նոր խանութից էի վերցրել, խանութից ուրեն վերցրեցի, հետո Նունեն նվիրեց։ Դե հիմա ես էլ հեսա, էսի լավ կլվանամ, լավ կմաքրեմ, ես էլ կմաքրեմ, կփաթաթեմ սպիչի մեջ կամ չնայած աման ունեմ հատուկ կանաչիների համար։ Ես էլ վարում գադենենք մի կոմի վրա, անցնեմ իմ գործին։ Կանաչին արդեն լվացել եմ 2 ջուր, նորից թողել եմ ջրի մեջ, ես էլ կարտոֆիլն է, լվանամ, հետո նոր տխրել։ Ափսոս, որ Էլենը չի կարողանում նկարի հարգելի հետևորդներ ջան, Էլենս պատրաստվում է քննությունների համար, որը դպրոցի քննություններն է, որը երաժշտականի քննություններն է, այսպես լրիվ խառնվել է իրար, երեխեն չգիտի որը անի, որը չանի, այսպես խառ իրավիճակ է Էլենիս մոտ։ Դպրոցից գալիս է Արարատ, Արարատից հետո ուշ ժամի գալիս է տուն, համ դասերն է, համ քննություններն է։ Կարտոֆիլը արդեն կտրտել եմ, այս մեկը մնացել է, այս էլ կտրեմ։ Ուրեմն ճաշեի քնում կարագով, կարագ, տոմատ, դե գիտեք, որ սոխ առաջ չեմ անում, հետո ավելացրել եմ չորացրած կանաչի, ցիտրոն, մի քիչ եղեղան։ Մի փոքր էսի տատակի կարտոֆիլը կլցնեմ, հետո միսը կլցնեմ ժողովուրդ ջան, ավելացնեմ ջուրը։ Նայեք չեմ արի, ամանի տակ ուրեմ անձեռոցիկ եմ դրել, կանաչիները սիրուն շարեմ վրա, հետո նորից անձեռոցիկ կդնեմ վրան ու կծածկեմ, դե հիմա եսի չեմ օգտագործելու ու սենց երկար ժամանակ ուրեմ մնում է սենց ամանի մեջ։
չեմ ուզում ես պոչերը կխրեմ, որովհետև սրանք էլ շատ համով են։ Սոխերն էլ հեսա կդնեմ վրան էլի, որովհետև սոխ ունեմ, չեմ ուզում սրանք օգտագործեմ։ Դե հիմա ինչ անեմ, ուրեմն ժողովուրդ ջան, ուրեմն պիտի տեսախցի կդնեմ մի կողմ, որովհետեւ կարողանամ ես սիրուն դասավորեմ այս ամանի մեջ։ Այս էլ հիմա մաքրեմ, էսի լավ մաքրել ա ուզում։ Այսպես։ Սոխես դուրս գալի մեջից։ Վերջ, ժողովուրդ ջան, սա գնաց արդեն սառնարան, ու այսպես երկար ժամանակ մնում է։ Ճաշի ջուրը ես արդեն լցրեցի, հիմա փայտիկ թալը հանեմ մեջից։ Բերան էլ ծածկեմ, թող այսպես կիսաբաց անենք։ Ոսպը արդեն դրել եմ գազին, մի քիչ ոսպով բրինձով հլապեփեմ, ճաշն էլ արդեն եռում է։ Կանաչին արդեն պատրաստ է, լցնեմ ճաշի մեջ։ Այ ժողովուրդ ջան, այնքան դժվար է, ասենց մենակ նկարել է։ Լավ, հեսա կլցնեմ, հետո կնկարեմ։ Այստեղ ուրեմն ասեմ, աղը լցրել եմ, ժողովուրդ ջան, սև պղպեղն ու կարմիր պղպեղը արդեն լցրել եմ։ Փոշի պղպեղը, իհարկե։ Այսինքն սոուսն է, բայց դեռ էլի էփելու տեղ ունի։ Այս էլ ոսպն է, հիմա ոսպն էլ է էփել, ժողովուրդ, ուրեմն ասեմ, ոսպը որ էփում եմ, ես աղ եմ լցրել։ Ինչքան էլ ասենք ճաշ էփեմ, բրինձով փլավ էփեմ, ինչի մեջ որ օգտագործեմ, ես անպայման աղ եմ լցնում, որ այդ համը տա ոսպի մեջ։ Բայց նորից այս ջուրը պիտի թափեմ, լվանամ, որ նոր փլավը էփեմ։ Հիմա սա էլ բերանը կծածկեմ, մի քիչ էլ կեփի, արդեն ժողովուրդ ջան կանջատեմ գազը։ Բրինձը արդեն լվացել եմ, փլավը պատրաստում եմ ձեթով, հիմա մի քիչ այսպես ձեթի մեջ կխառնեմ, հետո կավելացնեմ ոսպը։ Ճաշն էլ արդեն պատրաստ է, ես էլ արդեն անջատեմ։ Դե միսը էփածել, կարտոֆիլն էլ հիմա լավ էփել է։ Ուզում էի մի հատ կծու ծիծակ դնեի մեջ, ժողովուրդ, այնքան եմ սիրում կամ ծիծակ, կամ պղպեղ, այսպես ամբողջությամբ, ոչ թե կտրտած։ Իներ մտածեցի թորնիկներս չեն ուտի, դրա համար էլ չլցրեցի, թորնիկներիս համար։ Չնայած այս կանանչիները, որ տեսնում եք, չէ, այս էլ չեն ուտի, պիտի այսպես հաշենք ջրից, կարտոշկից, դե Միլենաս ընդհանրապես միշտ չի ուտում, այսպես օյիններով երեխեք են, օյիններով։ Դե կարևորը, որ արդեն պատրաստ է։
ոստն էլ արդեն պատրաստ է։ Լվացել եմ։ Շատ չեմ եփել, որ հանկարծ փլավի մեջ շատ բան չլա, որովհետև բրինձի հետ էլ պետք է եփվի, ժողովուրդ ջան։ Սենց լավ է։ Ոստն էլ լցրեցի, ջուրն էլ լցրեցի, ուրեմն ասեմ 1 ճաշիկ հալել հարգել հետևորդներ ջան։ Բուլյոն, այդ չորացրած բուլյոնից լցրեցի, դրա համար այսպիսի գույն ստացա։ Սա էլ ծածկենք, ես որ ուզենա արդեն եռա, կիսաբաց կանեմ։ Լիմոններս էի ուզում ցույց տալ, ուրեմն ժողովուրդ նայեք տեսեք։ Նոր տերևներ է տալի։ Այս մի ճյուղը պիտի կտրեմ, թե ինչի չեմ կտրում, ես էլ չեմ իմանում։ Բայց տերևները փոշոտ է, պետք է լվանա։ Էս էլ է լավաճում։ Այստեղ ես անցած անգամ մի հատ փոքր կոկոմ էի տեսել, բայց հիմա նայում եմ չկա։ Թե չորաց է պոկվել է, չեմ կարողանում հասկանամ։ Ուրեմն, էս էլ գլաքսինիան է, որ տնկեցի։ Սենց ամեն օր նայում եմ, տենամ տերևները ձիգա, թե չէ, եթե տերևները ձիգա, ուրեմն ինքը կպած է։ Դե էս էլ մանուշակն է հենը։ Հələ կոկոմա տվել, սենց էլ մնացել է, բայց ես էլ եմ որոշել առանձնացնեմ, որ եսի չորա տանեմ, խոհանոց ջրեմ, ես չոր տերևները հեռացնեմ, գնանք են մի գլաքսինյան էլ տեսնենք, ես էլ հեսա նայք ժողովուրդ ջան, ուրեմն սրանք էլ են կպած, այստեղ ասեցի չէ, երկուսը արմատով եմ դրել, մեկը առանց արմատ, դրվեց, այսպես դրել եմ, այսի առանց արմատ է, իսկ այս երկու հատը արմատով է, բայց հեսա լավ էլ կպել է, չէ, ձիգա հողնել խոնավա չարժի, որ նորից լցրած, այս էլ փիփերներս է, Փլավն էլ արդեն պատրաստ է, տեսեք ինչ հատիկ փլավ այլ է ժողովուրդ։ Ու ասեմ, էփել եմ այդ պարսկական բրինձով, դեռ 2 էփելու էլ ունեմ, մի 3 բաժակ, այսպես ասած։ Սա էլ պատրաստ է, հիմա հանենք գթալը մեջից վերջ, ժողովուրդ ջան։ Համ բրինձով փլավն է պատրաստ, համ էլ ճաշը։ Ուզում եմ այս սերմերն էլ ու սացիլներ ցույց տամ եւ երևի այսքանով էլ սահմանափակենք այսօրվա հոլովակը։ Ուրեմն էսի էլի նորից նունենանը տվենձի կանանչիները որ տվել է։ Տեսեք մարոլի սացիլ է ժողովուրդ ջան։ Տվել է որ տնկեմ։ Էսի երևի առավոտ շուտ կհելեմ, եթե իհարկե անձրև չկա, որովհետեւ անձրևներ է տված, բայց կտնկեմ։ Էսի ուրեմն դրել եմ ջրի մեջ, որ առավոտը տնկեմ։ Այստեղ ինչ է տվել ինձ նունեն։ Ուրեմն տվել է ձմերուկի կուտ։ Տեսեք ինչ լավն է, հենց սենց դեղած, պատրաստ ձմերուկի կուտ է տվել։ Փորձենք սրանից էլ կգցենք մի քանի հատ, տենակ ձմերուկ կլինի, թե չի լինի։ Էսի սոխի սերման, սոխ չի ցանել, ճիշտն ասած ցանել էի ժողովուրդ ջան, սոխ, սամիտ եւ համեմ, ուրեմն համեմը ծլեց, սոխն ու սամիտը այդպես էլ չհելա։ Նորից սոխ է տվել, որ ցանեմ։ Հա, էսի ինչ է, հա, էսի չէ, իմ լոբիներն է, էսի
ծաղիկի սերմատվեր, այս ծաղիկի ծանոթ կլնեն մարդիկ, շատ սիրուն ծաղիկներ է, տարբեր գույնի ծաղիկներ է, այս էլ պիտի ցանեմ, մեկ էլ ցիտրոնի սերմատվեր, հələ տեսնենք ցիտրոնը ուր եմ դրել, այս էլ ցիտրոնը, ժողովուրդ ջան, ապրին ունեն, տեսեք իչքան սերմա տվել ինձի, ու ասում է, եթե սոխը, մեկ էլ ցիտրոնը, անհնարը, եթե գցես հողի մեջ չհելնի, քանի որ ինքն է տվել, դրա համար էլ ասում է, ասեմ Նոնել ջան, դու ճիշտ ես, ու իրա ձեռքն էլ ենքան լավն է ժողովուրդ ջան, ինչ ցանի, ինչ տնկի, հենց դնում է հողի մեջ, անհնար է որ չլինի, տենց բան չկա, այսի երևի առավոտ է, ակնանամ առավոտ շուտ կանեմ, դե լոբին էլ արդեն ցանել եմ ժողովուրդ ջան, մնում է ծլի, տեսնենք հələ ոնց կծլի, կծլի, չի ծլի, ու մի քանի տեսակի լոբի եմ ցանել, մամայից տված լոբիներն է, դուք տեսակ շշերի մեջ 3 տեսակի լոբի, 3 տեսակն էլ ցանել եմ, մենակ ասա որ ծլի, մենակ հələ ինչ լոբի է, ուտելու լոբի է, լավ լոբի է, հա էլ ենքը, ուր եմ սրանք սենց կթողեմ, այստեղ որ առավոտը հելնեմ ու զբաղվեմ այս սերմերով, դե ձմերուկը չեմ ցանի առայժմ, երևի ցիտրոնն ու համեմը կցան, ցիտրոնն ու սոխը կցան, ժողովուրդ ջան ուղեղս կախեց, որովհետև այսօր շատ զբաղված եմ, մել է շատ, այս կոմենքում եմ գնացել, ներող կլինեք, այս էլ տնենք այստեղ, հարգելի հետևորդներ ջան, նորից ասեմ, շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ մեզ հետևելու համար, մեզ աջակցելու համար, մեզ գեղեցիկ մեկնաբանություններ գրելու համար, Աստված պահապան բոլորիս ընտանիքներին, թող ձեր երեխաները միշտ լինեն առողջ, ամենակարևորը, և շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ գեղեցիկ մեկնաբանությունների համար հարգելիներս, և ամենալավն ու բարին ձեզ, բարի գիշեր բոլորիդ։